Բարև ձեզ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է արձանագրվել դիմելիության բարձր ցուցանիշ, ովքեր կարող են օգտվել աջակցության ծրագրից եւ որն է պետության աջակցությունը կներկայացնի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյուզյանը, բարև ձեզ Տիկին Ղարագյուզյան, ինչպես արդեն նշեցի, բավական բարձր ցուցանիշ ունենք դիմելիության, բայց մինչ դրան անցնելը սկսենք բովանդակությունից։ Ծրագիրը երկու բաղադրիչ ունի, մի մասով աջակցություն մարզերում բնակարան տուն կառուցող ընտանիքներին եւ մյուսը ընտանիքներում նոր երեխա ծնվելու դեպքում ենք աջակցում։ Սկսենք առաջին բաղադրիչից, մարզերում աջակցությունից։ Ովքեր կարող են, ինչ աջակցության մասն է խոսքը։ Շնորհակալ եմ։ Այո, ինչպես նշեցիք, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը, որն արդեն իրականացվում է 20 թվականից, ունի երկու բաղադրիչ այս պահի դրությամբ եւ առաջինը դա մարզում հիպոթեկի աջակցության բաղադրիչն է, որը նախատեսված է առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող այն ընտանիքների համար, ովքեր նախատեսում են Հայաստանի Հանրապետության ցանկացած իրենց նախադրությամբ մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն հիպոթեկային վարկավորմամբ։ Ծրագրից օգտվելու համար կարևոր պայման է, որպեսզի կառուցվող կամ ձեռք բերվող տան արժեքը չգերազանցի 35 միլիոն դրամը, որը երրորդ եւ հաջորդ երեխայի հաշվով ավելացվում է 5 միլիոն դրամով։ Կարևոր է, որպեսզի շահառուն կատարի իր միջոցներից առնվազն 10% կանխավճար, եթե ձեռք է բերում երկրորդային շուկայից, եւ 7.5%, եթե ձեռք է բերում առաջնային շուկայից գույքը։ Կարևոր է, որպեսզի հիպոթեկային վարկը տրամադրվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ պայմանագիր կնքած ֆինանսական կազմակերպության կողմից։ Իդեպ նշեմ, որ կազմակերպությունների ցանկը հասանելի է նախարարության պաշտոնական կայքի էջում, բավականին լայն ցանկ է, կխնդրեմ մեր շահառուները նախապես ծանոթանան որոշումը կայացնելուց առաջ, եւ շատ կարեւոր պայման է, որպեսզի ձեռք բերվող կամ կառուցվող գույքը հանդիսանա մեր շահառուների, այսինքն հիմնական վարկառուի եւ գրանցված ամուսնության դեպքում նաեւ նրա կնոջ կամ ամուսնու միակ սեփականությունը 50% եւ ավել մասնաբաժնով իրեն պատկանող միակ սեփականությունը, հակառակ դեպքում ցավոք հայտը կմերժվի։ Եվ բոլոր այս պայմաններին բավարարող մեր հայրենակիցները պետք է դիմեն գործընկեր ֆինանսական կազմակերպություն, սկսվի սովորական ստանդարտ հիպոթեկային վարկավորման գործընթաց, որից հետո նրանք կստանան իրենց հասանելիք աջակցությունը։ Աջակցությունը առնվազն 2 երեխայի դեպքում կազմում է մինչև 1 միլիոն դրամ, 3 երեխայի դեպքում կազմում է 1.5 միլիոն դրամ, 4 եւ ավել երեխաների դեպքում կազմում է 2 միլիոն դրամ, մինչև 2 միլիոն դրամ։ Ինչու մինչև, որովհետև աջակցությունը հաշվարկվում է տան արժեքի հիման վրա։ Շատ լավ, Տիկին Ղարագյուզյան, այսինքն եթե ընտանիք է ունի 2 անչափահաս երեխա, պիտի դեռևս չունենան հիպոթեկային վարկ դիմելու աջակցության ծրագրին, թե կարող են նաև ունենալ ձևակերպված հիպոթեկ, դիմել ու օրինակ մայրգումարից մարում իրականացնել։ Եթե հիպոթեկային վարկը տրամադրվել 2024 թվականի հունվարի 1-ից հետո եւ բավարարում է նշածս բոլոր պայմաններին, այո, նրանք կարող են դիմել, բայց հենց այդ հիպոթեկային վարկի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով։ Եթե այդ հիպոթեկից բացի ցանկանում են եւս մեկը, արդեն չեն կարող, քանի որ դա կդիտարկվի որպես նրանց լրացուցիչ երկրորդ գույք, որը ես նշեցի, որ ծրագրի շրջանակում թույլ չի տրվում երկրորդ գույք ունեցողներին օգտվել։ Այսինքն եւ կարող են գործող հիպոթեկի դեպքում դիմել եւ եթե նոր ցանկություն ունեն ձևակերպելու։ Քանի որ նախկինում մենք ունեինք խնդիր, ովքեր չէին իմանում ծրագրի մասին եւ վարկը ձևակերպելուց հետո էին իմանում եւ ըստ էության զրկվում, որովհետեւ ունեինք նախապես դիմելու պայման։ Ներկայում կառավարության որոշմամբ սահմանված է, որ եթե հիպոթեկային վարկը տրամադրվել է 24 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո եւ ընտանիքը բավարարում է նշածս բոլոր պայմաններին, այո, նրանք կարող են օգտվել մարզում հիպոթեկի աջակցության ծրագրից։ Երբ նշում ենք մարզում, չունենք որևէ սահմանափակում, բացի Երևանից ցանկացած մարզից կարող են քաղաքացիները դիմելու օգտվել։ Որևէ սահմանափակում Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզային, այդ թվում քաղաքային բնակավայր, չունենք նաեւ շուկայի սահմանափակում, կարող է լինել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային։ Շատ լավ, սա առաջին բաղադրիչներ, եթե ամփոփենք, ամուսնական զույգ, ով ունի 2 անչափահաս երեխա, ունի ցանկություն մարզում տուն կառուցելու, ունի կամ ցանկանում է գործող հիպոթեկ, այսինքն հիպոթեկ ձևակերպել, կարող է դիմել աջակցության չափերը 2 երեխայի դեպքում մինչև 1 միլիոն դրամ, 3 երեխայի դեպքում մինչև 1.5 միլիոն, 4 եւ ավել երեխաների դեպքում մինչև 2 միլիոն դրամ։ 1-ից 2 միլիոն դրամ։ Շատ լավ, անցնենք երկրորդ բաղադրիչին, որ դեպքում ենք օգնում, այսինքն դարձյալ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Երկրորդ բաղադրիչը, որը կոչվում է հիպոթեկի աջակցության բաղադրիչ,
նախատեսված է այն ընտանիքների համար, ովքեր ունեն գործող հիպոթեկային վարկ եւ ընտանիքում ծնվում է նոր երեխա։ Իդեպ անկախ երեխայի կարգաթվից մենք բոլոր դեպքերում ունենք աջակցություն, պարզապես աջակցության չափն է տարբեր, կախված երեխայի կարգաթվից։ Այստեղ եւս գրեթե նույնական պայմաններ են գործում, այսինքն տան արժեքը չպետք է գերազանցի 35 միլիոն դրամը, ընտանիքը չպետք է ունենա այլ ստեփականություն, կրկին 50% եւ ավել մասնաբաժնով, այսինքն այդ հիպոթեկի գրավի առարկա հանդիսացող գույքը պետք է լինի նրանց միակ սեփականությունը։ Այստեղ ունենք նաև պայման, որ դիմելու պահին վարկը պետք է առնվազն 12 ամիս սպասարկված լինի եւ դիմեն մինչեւ երեխայի 1 տարին լրանալը եւ վերջին 1 տարվա գծով ուշացումները չպետք է գերազանցեն 30 օրացուցային օրը։ Եվ բոլոր այդ պայմաններին բավարարելու դեպքում ընտանիքը կարող է դիմել օգտվելու նպատակով, աջակցությունը առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում կազմում է մինչեւ 500,000 դրամ, երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում մինչեւ 2 միլիոն դրամ։ Կրկին ինչու մինչեւ, քանի որ աջակցությունը հաշվարկվում է հիպոթեկային վարկի մնացորդային մայր գումարի հիման վրա։ Տեխնիկին Ղարագյուզյան նշեցիք, բայց նորից առանձին անդրադարձանենք դրան երեխայի ծնվելուց ինչքան ժամկետ ունեն քաղաքացիները աջակցության ծրագրին դիմելու համար։ Երեխայի ծնվելուց պահից հաջորդ օրվանից սկսած, այսինքն հենց ստանում են ծննդյան վկայականը այդ պահից սկսած, մինչև երեխայի 1 տարին լրանալը, ներառյալ ծննդյան օրը։ Ինչու է այս պայմանը սահմանվել, քանի որ մենք ունենք դեպքեր, երբ երեխայի ծնվելու պահին դեռևս 12 ամիսը մարումների չունեն մեր հայրենակիցները, այսինքն 3-4 ամսվա վարկ է դեռևս, նրանք կարող են սպասել մի քանի ամիս, լրացնելով իրենց 12 ամիսները եւ մինչեւ երեխայի 1 տարին լրանալը կարող են դիմել եւ ստանալ աջակցությունը։ Իսկ ինչու մինչեւ 1 տարին, այլ ոչ թե օրենք ավելին, այս ինտերվալը նախատեսված է նրա համար, որպեսզի ծրագիրը լինի նպատակային եւ աջակցությունը ստանան հենց վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում, այլ ոչ թե երեխայի ծնվելուց հետո ձևակերպված վարկերի բարագայում։ Տեխնիկին Ղարագյուզյան, եթե չեմ սխալվում, բնականային ապահովման ծրագրերի շրջանակում ունենք սահմանափակում նաեւ ամուսնական զույգի տարիքի հետ կապված, արդյոք ունենք այս սահմանափակում այս ծրագրի դեպքում եւս։ Ոչ թե սահմանափակում, այլ արտոնություն, այսինքն նախկինում մինչև 23 թվականի դեկտեմբերի 30-ը գործող կարգով առավել երիտասարդների համար կար հավելում աջակցության չափի։ Նույն այս աջակցության ծրագրի շրջանակում, այո, եւ այնտեղ մինչև 4 միլիոն հասնում էր աջակցությունը, 50%-ով ավելացվում էր, բայց 24 թվականի հունվարի 1-ից հետո այդ հավելումը փոխել է մի փոքր տրամաբանությունը եւ արտոնությունը տրվում է ոչ թե տարիքին, այլ բնակավայրին, թե որտեղից է ձեռք բերվում կամ ձեռք բերվել անշարժ գույքը։ Մենք որոշմամբ ունենք սահմանված 48 բնակավայրեր գյուղական, դրանք այն բնակավայրերն են, որտեղ ներկայում դպրոցներ եւ մանկապարտեզներ են կառուցվում։ Այդ բնակավայրերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի 1444 նվորոշման հավելվածով հաստատված 82 սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու կամ արդեն ձեռք բերած լինելու դեպքում աջակցությունը ավելացվում է 50%-ով։ Շատ լավ, Տիկին Ղարագյուզյան, այսինքն տարիքով պայմանավորված որևէ սահմանափակում այս պահին չկա, եւ նաեւ սահմանամերձում տուն կառուցելու բնակարան ձեռք բերելու եւ նաեւ երկրորդ բաղադրիչին առնչվող նոր երեխա ունենալու դեպքում հավասարապես արտոնությունից, այսինքն 50% հավելավճարից կարող են օգտվել սահմանամերձում եւ 48 առանձին բնակավայրերում։ Շատ լավ, եթե ամփոփենք աջակցության ծրագրերի բովանդակությունը, առաջինի շրջանակում աջակցություն տրամադրում ենք մարզում բնակարան ձեռք բերելու, տուն կառուցելու ցանկություն ունեցող ընտանիքներին, երկրորդ բաղադրիչի շրջանակում օգնում ենք, եթե ընտանիքում ծնվում է նոր երեխա։ Աջակցության ծրագրի 2 բաղադրիչի դեպքում աջակցությունը 500,000 դրամից մինչև 2 միլիոն դրամ, իսկ առանձին դեպքերում մինչև 3 միլիոն դրամ։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Ղարագյուզյան, նորից հիշեցնենք ընթացակարգը 2 բաղադրիչի դեպքում, որտեղից պետք է սկսեն քաղաքացիները։ Առաջին բաղադրիչի դեպքում, այսինքն մարզում հիպոթեկի աջակցության բաղադրիչի դեպքում շահառուները պետք է մոտենան բացառապես գործընկեր ֆինանսական կազմակերպություն, սկսվում է ստանդարտ հիպոթեկային վարկավորման գործընթաց եւ ընթացքում արդեն կազմակերպությունը անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ծրագրային գործիքի միջոցով ներկայացնում է նախարարություն եւ ծրագրային գործիքն ապահովում է ընթացիկ էլեկտրոնային ծանուցումներ նաեւ մեր շահառուներին, որպեսզի նրանք տեղեկանան գործի ընթացքի վերաբերյալ։ Իսկ երկրորդ բաղադրիչի դեպքում արդեն կարևոր է թե նախկինում հիպոթեկային վարկը որ կազմակերպության կողմից է տրամադրվել։ Եթե կազմակերպությունը կա գործընկեր կազմակերպությունների ցանկում, շահառուն երեխայի ծնվելուց հետո մոտենում է բանկ կամ վարկային կազմակերպություն, ներկայացնում է դիմում, որ ուզում է օգտվել այս ծրագրից եւ հաջորդ քայլերն արդեն իրականացնում է ֆինանսական կազմակերպությունը։ Իսկ եթե կազմակերպությունը գործընկեր չէ, շահառուն պետք է վերցնի տեղեկանք,
որի օրինակելի ձևը բոլոր կազմակերպություններն ունեն։ Տեղեկանքին կցի անհրաժեշտ փաստաթղթերը, այն է երեխայի կամ եթե երեխան կարգաթվով առաջինը չէ, բոլոր երեխաների ծննդյան վկայականները, երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, գույքի սեփականության վկայականը, կցի տեղեկանքին եւ ներկայացնի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կամ ֆիզիկապես մոտեցնելով կառավարական տուն 3 կամ գեներացնելով էլեկտրոնային դիմում e-request էլեկտրոնային հարթակի միջոցով։ Շարունակությունը արդեն ընթացակարգի առումով նույնն է, ինչ որ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների դեպքում։ Շատ լավ, Տիկին Ղարագյուզյան, երբ խոսում ենք երեխա ունեցող ընտանիքների բնականային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, քաղաքացիները շատ հաճախ սա նույնացնում են երիտասարդ ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի։ Նախ կխնդրեմ նշեք, արդյոք սրանք որևէ առնչություն ունեն իրար հետ, եւ քանի որ գիտեմ նաեւ պատասխանը, արդյոք կարող են քաղաքացիները միաժամանակ օգտվել օրինակ երիտասարդ ընտանիքների բնակապահովման ծրագրից կամ օրինակ Պաշտպանության նախարարությունը եւս ունի բնականային աջակցության ծրագիր, արդյոք կարող են համատեղ օգտվել ծրագրերից։ Այո, կարող են օգտվել, իհարկե դրանք տարբեր ծրագրեր են, իրականացվում են տարբեր կառույցների կողմից, բայց քանի որ մեր շահառուները եւս հիմնականում երիտասարդ ընտանիքներ են, մեր բոլոր աջակցություն ստացողները, բոլոր չասենք, մեծամասամբ աջակցություն ստացողները օգտվում են նաև, այո, Մաչելի բնակարան երիտասարդ ընտանիքի ծրագրից եւ ստանում են աջակցություն ինչպես այդ ծրագրի շրջանակում, այնպես էլ մեր ծրագրի շրջանակում։ Եվ խոսքը միայն այդ ծրագրի մասին չէ, այսինքն մեր ծրագիրը հնարավորություն է տալիս այն համատեղել ցանկացած այլ պետական աջակցության ծրագրի հետ, եթե այդ ծրագրով որևէ սահմանափակում նախատեսված չէ։ Դա կլինի եկամտահարկի վերադարձի ծրագիրը, Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագիրը եւ ցանկացած պետական աջակցության ծրագիր։ Այսինքն կարող են դիցուկ օգտվել սահմանամերձի բնականային ապահովման պետական աջակցության ծրագրից զուգահեռ նաև այս ծրագրից։ Այո, օրինակ եթե սահմանամերձի ծրագրով ավել վարկ եք վերցրել, որտեղ եթե խոսում ենք 100% սուբսիդավորվող վարկի մասին, իմաստ չունի այլ ծրագրին դիմելու։ Բայց եթե ավել վարկ են վերցրել, որպեսզի ավելի մեծ տուն կառուցեն եւ ընտանիքում կծնվի նոր երեխա, արդեն այդ նոր ծնված երեխայի հաշվով նրանք կարող են դիմել եւ ստանալ հիպոթեքի մանման աջակցություն։ Իսկ կարող են օգտվել երկրորդ բաղադրիչից մի քանի անգամ, այսինքն ընտանիքում ամեն նոր ծնվող երեխայի դեպքում ստանան աջակցություն։ Այո, ի տարբերություն առաջին բաղադրիչի, որից կարող են օգտվել ընդամենը 1 անգամ։ Առաջին բաղադրիչը նկատի ունենք մարզում, այո, գույք ձեռք բերելու բաղադրիչից։ Երկրորդ բաղադրիչից մեր շահառուները կարող են օգտվել յուրաքանչյուր երեխայի ծնունդից հետո եւ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ շահառուները ծրագրից օգտվել են երկրորդ, նույնիսկ ունենք շահառու, ով օգտվել է երրորդ անգամ։ Այսինքն կարող են մարզում բնականon ձեռք բերել, ստանալ դիցուկ 2 միլիոն դրամ աջակցություն եւ ամեն նոր երեխա ծնվելու դեպքում երկրորդ բաղադրիչի շրջանակում շարունակեն աջակցություն ստանալ։ Շատ լավ, Տիկին Ղարագյուզյան, բացումը հենց սկսեցինք նրանից, որ ցուցանիշների բարձր աճ ունենք եւ կխնդրեմ նաեւ ամփոփենք ինչ պատկեր ունենք վիճակագրություն։ Այո, պատկերը տարվա առաջին կեսում արդեն ողջևորող է եւ մենք այս պահի դրությամբ միայն 25 թվականի մասին եթե խոսենք, ունենք 1162 շահառու, ովքեր արդեն ստացել են աջակցություն, ոչ թե դիմել են, որտեղ դիմումները շատ ավելի են, որից 190-ը առաջին բաղադրիչով, այսինքն մարզում հիպոթեքի աջակցության բաղադրիչով եւ 707-ը հիպոթեքի աջակցության բաղադրիչով, իսկ 265-ը կանխավճարի ապահովագրության բաղադրիչով են ստացել աջակցություն։ Հիշեցնեմ, որ նախքան ծրագրի վերափոխումը ծրագիրը ուներ եւս մեկ բաղադրիչ, որի շրջանակում 23 թվականի դեկտեմբերի 30-ով ավարտվեցին նոր դիմումները, բայց այն շահառուներ, ովքեր հանդիսանում էին ծրագրի շահառու, նրանց համար աջակցությունը ամենամյա է, քանի դեռ վարկ գրավարաբերակցությունը չի հատել համապատասխան սահմանաչափը, եւ նրանցից 265-ը այս տարի ստացել են իրենց աջակցությունը։ Իսկ եթե ամփոփենք ծրագրի մեկնարկից մինչ այս պահը աջակցություն ստացածների ցուցանիշները, ապա 20 թվականի հուլիսի 1-ից մինչ այս պահը ծրագրից օգտվել է 13283 ընտանիք եւ ընդհանուր առմամբ պետական բյուջեի միջոցներից վճարվել է շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Նշեմ, որ 25 թվականին մենք արդեն վճարել ենք 900 միլիոն դրամ, ինչը այդ տարվա համար նախատեսված բյուջեի կեսն է, այսինքն մենք 25 թվականի համար պլանավորել էինք 1.8 միլիարդ դրամ, ինչը արդեն հասկանալի է, որ չի բավականացնելու եւ այդ նպատակով մենք այս պահին շրջանառել ենք կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսում ենք ծրագրի երկրորդ եռամսյակի ֆինանսական միջոցները համալրել եւս 300 միլիոն դրամով։ Չէ, 25 թվականի համար ունենք սահմանափակում X թվով ընտանիքների համար, թե ցանկացողները, ովքեր կբավարարեն ծրագրի պայմաններին, կարող են դիմել։ Մենք առհասարակ չունենք որևէ սահմանափակում եւ ցանկացած ընտանիք, որը բավարարում է որոշմամբ սահմանված պահանջներին, կարող է դիմել եւ եթե նույնիսկ մեր ֆինանսական միջոցները չեն բավականացնում եւ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ միշտ չեն բավականացնում,
մենք ֆինանսական միջոցների վերաբաշխումների միջոցով այդ հարցերի վերաբաշխում։ Շատ լավ, շնորհակալություն։ Իսկ մենք այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, կհանդիպենք